Իմ կարծիքն եմ ուզում ասեմ Սերժ Սարգսյանի գրած նամակի վերաբերյալ Վլադիմիր Պուտինին ու առհասարակ բանակցային այդ փաստաթղթի վերաբերյալ։ Այդ բանակցային փաստաթուղթը, որը որ կար 19 թվականին ու որը որ եղել է նաև 16 թվականին, որ ասում են բան չի փոխվել, եթե փոխված լինի, իրոք չնչին բաներ կարող են փոխված լինի, հիմնականում նույնն է եղել, դա իդեալական փաստաթուղթ է եղել Հայաստանի ու Արցախի համար։ Բայց իսկ Սերժ Սարգսյանի նամակը, որը որ ինքը գրել է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, դա պետքա ոչ թե մենակ մեր ներկայիս ապագա իշխանությունները, այլ դիվանագիտական ինստիտուտներում, միջազգային հարաբերությունների ինստիտուտներում այդ նամակը պետքա դնեն որպես օրինակ, թե ոնց պետքա վարես դիվանագիտությունը, որ մաքսիմալ օգուտ բերես քո պետությանը։ Այդ նամակով Սերժ Սարգսյանը ինչա ցույց տալիս։ Հիմա իմ կարծիքն եմ ասում։ 16 թվականի, ինչպես նաև 19 թվականի փաստաթուղթը բանակցային իդեալական փաստաթուղթ է եղել Հայաստանի համար ու նաև Արցախի համար։ Ու անընդունելի է եղել Ադրբեջանի համար, բայց միջազգային կառույցներն են դա ներկայացրել։ Հիմա ինչա այդ նամակով ուզել ցույց տա Սերժ Սարգսյանը։ Ուզել է ցույց տա, որ բաներ կա, որ մեր սրտով էլ չի, որովհետև միջազգային հարցերը նման կարգի կոնֆլիկտները ոնց են լուծում փոխզիջումային տարբերակներով, չէ։ Հիմա եթե մենք այդ ժամանակ ցույց տայինք, որ դա իդեալական տարբերակ է մեր համար, որը որ իրոք տենց է, Ադրբեջանն էլ ցույց է տալի, որ դա իր համար անընդունելի տարբերակ է, այդ դեպքում միջազգային հանրությունը կասեր ախպեր ջան, Հայաստանի համար իդեալական տարբերակ է, Ադրբեջանի համար էլ անընդունելի տարբերակ է, ուրեմն բերեք մի քիչ Հայաստանի բանը իջացնենք, ի հաշիվ Ադրբեջանի, որ փոխզիջումները լինի երկուսի սրտով էլ լինի։ Բայց Սերժ Սարգսյանը այդ իր նամակով ցույց է տալիս, որ մեր համար էլ լիք անընդունելի բաներ կան։ Ու հենց դրա շնորհիվ է, որ 19 թվականին էր, որ Ռուբեն Ռուբինյանն ասում է, ոչ մի բան չէր փոխվել, նույն փաստաթուղթներ։ Բախեր Սերժ Սարգսյանը բողոքում 16 թվին ասում, որ դա լիքը բաներ կա, որ մեր սրտով չի։ Հենց այդ Սերժ Սարգսյանի նամակի շնորհիվ է, որ բան չի փոխվել։ Մնացել է նույն իդեալական տարբերակը։ Սերժ Սարգսյանը ցույցատե, որ այստեղ լիքը բաներ կան, մեր սրտով էլ չի։ Այո, մենք ընդունում ենք միջազգային հանրություն ջան, ընդունում ենք ձեր տված առաջարկը, բայց բաներ կա մեր սրտով չի, բաներ կա մեր շահերից չի բխում, ու այդ ասելով Սերժ Սարգսյանը փորձել է էլ ավելի օգուտ քերի կոպիտ ասած միջազգային կառույցներից բանակցային process-ում ու պլյուս դրան եթե ավելի օգուտ էլ չստանա, գոնե այդ նույն իդեալական տարբերակը մնա, այլ չնվազացնեն ի վնաս մեզ ի օգուտ Ադրբեջանի։ Հասկացաք իմ կարծիքն եմ սա ասում, ինչա արել Սերժ Սարգսյանը։ Փայլուն դիվանագիտական քայլ է արել իր այդ նամակով, որը նորից եմ ասում, պետքա դիվանագիտական ինստիտուտներում, միջազգային այդ հարաբերությունների ինստիտուտներում ամբողջ աշխարհում պետքա միշտ ցույց տան, ասեն այդ տեսեք ոնց պետքա բանակցես, որ մաքսիմալացնես քո օգուտը ու չկորցնես այն ինչը որ ունես, որովհետև ակնհայտ է, որ այդ տարբերակով, այդ փաստաթղթով Արցախը անկախանում էր Ադրբեջանից կամ միանում էր Հայաստանին։ Այսինքն Արցախի ճակատագիրը որոշում էր Արցախի ժողովրդի ցանկությամբ, ոնց որ Արցախի ժողովուրդը կուզեր։ Բնական է դա անընդունելի լիներ Ադրբեջանի համար։ Որ Ադրբեջանի համար հենց կտրականապես Ադրբեջանի համար անընդունելի է, մեր համար էլ իդեալական է։ Բնական է արդեն այդ դեպքում միջազգային հանրությունը պետք է ասել, չէ, մի րոպե Հայաստան ջան, մի քիչ քո բաները ստեղ, քո օգուտները ստեղ նվազացնենք, մի քիչ քո զիջումներդ ավելացնենք, որ Ադրբեջանի սրտով էլի գա բալանսի կանգնի, որովհետև քո համար իդեալական տարբերակը Ադրբեջանի համար կտրականապես անընդունելի տարբերակ, ուրեմն մի քիչ պետք է քոնը իջացնենք, քո զիջումներդ ավելացնենք որ Ադրբեջանի սրտով էլ ինչ-որ բան լինի, չէ։ Հենց դրա համար է Սերժ Սարգսյանը, իմ կարծիքն եմ ասում իհարկե, հենց դրա համար է Սերժ Սարգսյանը ցույց տվել, որ չէ, այստեղ մենք էլ լիքը անընդունելի բաներ կա մեր համար, որպեսզի հանկարծ չնվազացնեն այդտեղ մեր համար ընդունելի կետերը։ Հասկացաք։ Իմ կարծիքն եմ ասում, սա եղե, սա փայլուն դիվանագիտական խոդ էր Սերժ Սարգսյանի կողմից, թե ոնց են պահում իդեալական տարբերակը մաքսիմալացնում օգուտը բանակցային process-ից։ Ես սենց եմ հասկանում այդ ամեն ինչը։